Հուլիսի 27-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել 28+1 ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների դեսպանները։ Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն նիստին Հայաստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել ելույթներով։ Իր խոսքում նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին դրական է գնահատել գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը։ Սեյրան Օհանյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի անվտանգության բնագավառում եւ պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները։ Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին ելույթ են ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, անդամ երկրների շուրջ 1 տասնյակ ներկայացուցիչներ։ Ելույթ ունեցողները բարձր են գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին։